Հովհաննավանքում կարգալույց հոգևորականի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ տեղի ունենալիք կիրակնօրյա պատարագից առաջ Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը հայտնել է մեջբերում բոլոր օրինական ճանապարհները օգտագործելու են առաջիկա կիրակի հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում հոգևոր աղոթական կյանքը վերականգնելու և եկեղեցու ծառայող օրինավոր քահանայի կողմից Սուրբ Պատարագ մատուցելու համար։ Տեր Եսայի Քահանան բոլորին հրավիրել է Սուրբ Հովհաննավանք մասնակցելու Սուրբ և անմահ պատարագին։ Կարգալույց քահանան երեկ հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել եկեղեցին և կիրակնօրյա պատարագը հենց ինքն է մատուցելու։ Ձեր որ վերջացրեցին գնացեք այստեղից։ Մայրաթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Մեջբերում սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձն է հակաօրինական և հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։ Մայրաթոռը պարզաբանել է, որ եկեղեցիները, վանքերը եւ այլ սրբավայրերը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ժառանգությունն են եւ անկախ այդ պատմամշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից կրոնական ծեսեր կատարելու եւ պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, բղծվում է սրբավայրը, հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց, հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները եւ ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը եւ սրբավայրի հոգեվոր աղոթական մթնոլորտը, նշված է հոգևոր խորհրդի հայտարարությունում։